Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ աստվածաբան Նիկողոս Հովհաննիսյանի հետ, մենք թեմա ունենք եւ ես այսպես ասած օպերատիվ կերպով փորձեցի պրոֆեսիոնալ կարծիք լսել, պարոն Հովհաննիսյան, ես լսում եի ազգային ժողովը եւ մասնավորապես ԿՊԱ-կանների ելույթը, մի քանի բան առանձնացրել եմ, որոնց կուզեմ դուք անդրադառնաք։ Նախ օրինակ Թագուհի Ղազարյանը ԿՊԱ-կաններից իմ դիտարկմամբ չի հասկանում եկեղեցական ծառայության ողջ իմաստը եւ բովանդակությունը եւ ասում է, որ պետք է աշխատանքային պայմանագրեր ունենան, այսինքն քահանան աշխատանքային պայմանագիր ունենա հայ առաքելական եկեղեցու հետ, իր ծառայությունը դիտարկի որպես վճարովի աշխատանք, իսկ եկեղեցին պետք է դրա համար եկամտահարկ մուծի, այսինքն եկեղեցին դիտարկում են որպես ինչ որ ՍՊ դուք ինչպես եք վերաբերվում, դա չիմացության արդյունք է, թե իրենց վերաբերմունքն է մեր եկեղեցուն, ինչ եք կարծում։ Ողջույն Գորուն ջան, ես նախ ամենաառաջին ասեմ, որ իրականում այո, իրենք չեն հասկանում, կամ էլ մեծ մասամբ ես հակված եմ մտածելու, որ իրենք շատ լավ էլ հասկանում են, ուղղակի իրենք հիմա ամեն մի լծակ պետք է օգտագործեն եւ փորձում են ավելի ճիշտ օգտագործել, որպեսզի եկեղեցուն որևէ ձևով դիպչեն։ Նախ պետք է նշեմ, որ եկեղեցականի կամ հոգևորականի աշխատանքը, այսպես ասեմ, ինքը ծառայություն է, ինքը աշխատանք չէ։ Ինքը ծառայություն է մատուցում իր ժողովրդին։ Այսինքն աշխատանքային պայմանագիր որպես այդպեսին չի կարող, որովհետև եկեղեցին օֆիս չէ, եկեղեցին որևէ աշխատավայր չէ, որ այնտեղ գան ընդունվեն աշխատանքի եւ եկեղեցին աշխատավարձ չի տալիս իր հոգևորականներին, որպեսզի դրա համար մի հատ էլ եկամտահարկ վճարի։ Հոգևորականին պահում է համայնքը։ Ամեն դեպքում Հայաստանում աշխատավարձ չի տալիս։ Եվ հոգևորականը իր վարձատրությունը ստանում է ժողովրդից։ Հետևաբար աշխատանքային պայմանագիր որպես այդպեսին գոյություն չունի։ Եվ իրենք կամ չեն հասկանում, կամ էլ ասում եմ, հասկանալով ամեն մի լծակ փորձում են օգտագործել, որպեսզի եկեղեցում ճնշեն, եկեղեցու դեմ ճնշումներ իրականացնեն։ Ես ուղղակի կուզեմ համեմատության համար նշել, որ իրենց մոտ այդ իրենց ասածը թյուրըմբռնումը չլինի, թե եկեղեցին հարկեր չի վճարում։ Օրինակ, եկեղեցում կան աշխատողներ նաև, չէ՞։ Օրինակ, եթե եկեղեցին սան աշխատողի կարիք ունի, հավաքարարի կարիք ունի, այդ մարդիկ աշխատում են այնտեղ եւ ունեն պայմանագիր եւ դրա համար վարձատրվում են, հարկեր էլ վճարում են, այդպես չի։ Միանշանակ։ Այսինքն այն ինչ որ աշխատանք է, այն ինչ որ ծառայություն է։ Եկեղեցու հետ կապված, եկեղեցու հարկերի հետ կապված իրենք էլի սխալ թյուրըմբռնում են մտցրել մեր հասարակության մեջ, որ եկեղեցին հարկեր չի վճարում, սուտ է, եկեղեցին հարկեր վճարում է եւ եկեղեցու կարող են դա յուրաքանչյուր տեղ պեկով կարող են ճշտել առանց որևէ խնդրի, առանց որևէ բանի։ Իրենք ուղղակի այսօր ես լսեցի նաեւ, որ նույն Թագուհի Ղազարյանը ասաց, որ ինքն է հորդորել կարգալուց եղած եպիսկոպոսին եւ քահանաներին դիմել, որպեսզի դատարանով վերականգնեն իրենց աշխատանքային գործունեությունը։ Սա ոչ այլ ինչ է, քան տգիտության արդյունք, ես այսպես կձևակերպեմ, եւ նույնիսկ այդ նույն եպիսկոպոսը եւ այդ նույն քահանաները իրենք էլ շատ լավ հասկանում են, որ դա չի կարող այդպես լինել, որովհետեւ Վեհափար Հայրապետն է իրենց օծել, դարձրել եպիսկոպոս կամ քահանա, այն ժամանակ իրենք չէին մտածում դրա մասին։ Հիմա հենց կարգալուց եղան, արդեն պետք է սկսեն մտածել դատի տալու մասին։ Սա աբսուրդի ժանրից է եւ որևէ առնչություն չունի եկեղեցական կարգ ու կանոնի հետ։ Եվ Թագուհի Ղազարյանը չէ, ուզում է ԿՊ-ի ողջ անձնակազմը դիմի դատարան, սա եկեղեցու կանոնադրությունից դուրս է, իսկ եկեղեցին անջատ է պետությունից սահմանադրությամբ։ Հաջորդ բանը, այսպես ասած, նարատիվը, որ ԿՊԱ-կանները ուզում են ստեղծել, օրենքի առաջ բոլորի հավասարության մասին է խոսքը եւ իրենք ասում են, դե հիմա որ վեհափառը կարող է, ինքը ինդուլգենցիա ունի, ինքը չպետք է դատարանում հայտնվի, մեղադրյալի աթոռին հայտնվի, այսինքն վրդովմունքը
վեհապարին մեղադրանք առաջադրելն է, թե ապօրինի մեղադրանք առաջադրելը։ Տեսեք, վեհապարը անձ չէ, վեհապարը սիմվոլ է, եւ վեհապարին դատարանի առաջ կանգնացնելը դա նախ եւ առաջ հայ ժողովրդի ամոթն ու խարանն է, եւ իրենք ամեն կերպ պիտի փորձեն այս իջեցնել այս ինստիտուտի վարկանիշը Հայաստանում։ Հետևաբար, եթե խոսքը գնար որևէ այլ անձի մասին, ասենք օրինակ, չգիտեմ, եկեղեցում աշխատող ինչ որ օրինակ որևէ մեկի, որ աշխարհիկ գործունեություն է ծավալում, կամ այն հոգևորականի նկատմամբ, ով որ աշխարհիկ մեղք է գործել, այսինքն հանցանք է կատարել, օրինակ, չգիտեմ, գողություն, մարդասպանություն եւ այլն եւ այլն, բայց վեհապարին կանգնացնել դատարանի առաջ որևէ եպիսկոպոսի կամ քահանայի կարգալուց անելու համար, նախ սա աբսուրդի ժանրից է, սա ամոթ ու խարան է, եւ հաջորդը սա վեհապարի ինստիտուտի կամ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականության ինստիտուտի անկման կամ անկում անելու փորձ է։ Երեք մի մեղադրանք էլ հնչեց վեհապարի հասցեն, ասում է, երբ որ Ադրբեջանը 2023 թվականին Արցախում ցեղասպանություն էր իրականացնում այդ իրենց այսպես կոչված հակահաբեկչական գործողությունը, ասում է Ռուսաստանում դա անվանում էին հակահաբեկչական, բայց վեհապարը մի անգամ չդատապարտեց ռուսներին, որտեղ Պուտինից մեդալ է ստացել։ Տեսեք, վեհապարը երբեք չդատապարտող Ադրբեջանին չդատապարտող խոսքից զերծ չի մնացել։ Վեհապարը միշտ դատապարտել է, հիմա որ երկրները թեկուզ որ անվանեն այդպես չպետք է դառնանք այդ նույն երկրներին դատապարտի վեհապարը։ Վեհապարը գիտի ինչ է անում, վեհապարը գիտի, իսկ վեհապարը որ օրինակ Ժնևում, Շվեյցարիայում խոսում էր Արցախում տեղի ունեցողի մասին եւ դատապարտում էր, ԿՊԱ-կանները ուր էին։ Այսինքն էլի ԿՊԱ-կանները տանում այս ամեն ինչը մտցնում են, ինչ ասում ես այդ մարդկանց խոսում են իրենք ռուսների մասին։ Խոսում ես արջը 7 ելք գիտի, 7-ն էլ մեղրի մասին է։ Իրանք բնականաբար ամեն ինչը պիտի տանեն, մտցնեն քաղաքական դաշտ եւ վեհապարը քաղաքականությամբ չի զբաղվում, վեհապարը զբաղվում է իր զավակների հոգեվոր դաստիարակությամբ։ Շատ լավ, իմ հարցերը սպառվեցին, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Իրոք